Արդեն մի քանի օր է դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամյան հրապարակումների տեսքով նշում է, որ գտնվում է արտերկրում, Ուֆայում, բանն այն է, որ դերասանուհին իր ամուսնու հետ մեկնել է նրա ծնողների տուն և հենց այնտեղ էլ տևական ժամանակ անցկացնում էր։ Կա շրջան, երբ մարդիկ մտածում էին, որ դերասանուհին արտագաղթել է և այլևս նրան հայրենիքում չեն տեսնի, սակայն Ռոզա Դավթյանը մի քանի անգամ իր հրապարակումների տեսքով երբ հանդես էր գալիս, նշում էր, որ մի քանի օրից վերադառնալու է հայրենիք, սակայն ինչպես երևում է, հայրենիք վերադառնալու օրերին նրա էջում պասիվություն է տիրում։ Ինստագրամյան հետևորդների շրջանում անհանգստություն է առաջացել, թե որտեղ է սիրված դերասանուհին, ինչ է պատահել և ինչու որևէ հրապարակումով հանդես չի գալիս ինստագրամյան հարթակում։ Նրա էջում, ասես, երկարատև շրջանակտիվությունից հետո միանգամայն պասիվություն է։ Թե ինչ է տեղի ունեցել, ինչու դերասանուհին որևէ հրապարակումով հանդես չի գալիս, չի պատմում, թե որտեղ է, ինչ է պատահել իր հետ, ինչու է լռում, դժվար է ասել։ Նշենք, որ դերասանուհին միայն օրեր առաջ, երբ հանդես եկավ ինստագրամյան հարթակում հրապարակման տեսքով, նշեց, որ հիվանդացել է, իսկ պատճառը բարակ հագնվելն էր։ Դուք ճիշտ եք, ես սառել և հիվանդացել եմ։ Ճիշտ այրեք նշաններ կային, կոկորդս ցավում էր, բայց այսօր արդեն շատ ուժեղացավ եմ, որովհետև դե բնական է սառը օդը շնչացի և այսպես եղավ։ Բայց ես մեղավոր չեմ, մեղավոր եմ այնքանով, որ առավոտյան քնած էի մնացել և չհասցրի, դե 3-ին էր համերգը, չհասցրի նորմալ պատրաստվեմ ու վերնահագուստն էլ ես սովորաբար ամենաերկարն եմ ընտրում, որովհետև ինձ միշտ թվում է, որ այդ վերնահագուստը կամից բոյս կարճացրեց, կամից չաղացրեց, կամ չսազեց, միշտ ամենաերկարը դա եմ ընտրում, ու որպեսզի ես ավել ժամանակ չկորցնեմ, ուղղակի չհագա։ Ավելին ասեմ, այնքան էի շտապել, որ պիջակիս ռայլիկ, յարլիկ, ոնց են ասում, չէի ոչ։ Շաքար շոկոլադ եմ հալացնում, առանց շաքար չրերով, պատրաստում եմ այս գեղեցկությունները, հիմա պատրաստել եմ ասենց փայտիկի վրա, այսպես ենք անում, դնում ենք մեր պերգամենտի վրա և չարազից դնում ենք նուշ, դե հետո չասեք, որ առանց շաքար հնարավոր չի համով բաներ ուտել, այսպես։ Մի հատ նայեք ինչ լավն են, ինչ հեշտ պոկվում են, անցած անգամ ամանիկների վրա է արել, լավ չէր պոկվում։ Հիմա մենք սրանով սուրճ կխմենք, առողջ օգտակար վիտամիններով լի։ Եկել ենք նորից գնումների, ձեռքերի սաղներ կա, կարակ հասկանաք, որ արդեն սկսել եմ։ Սիրուն սենց բաժակներ կան, այսինքն սիրուն բաժակներ, այստեղ էլ կան, այսինքն սիրուն բաժակներ կան։ Այս խանութի բաժակները շատ սիրուն են։ Այս ranցից ունենք 2 հատ։ Գնանք տեսնենք էլ ինչեր կան։ Վերցրել ենք այս տապաչկաները, ամանի սրբիչներ և 6 հատ էլ այս ամաններից ենք վերցնում ստեղի տան համար։ Մի հատ այս մեծից կվերցնենք բլյուդայի, մի հատ այս խորը սալատի, 6 հատ են ենց, լավ չի։ Այս սինին որոշեցինք վերցնենք, տեսեք ինչ սիրուն ամանա, մի հատ էլ ես ենք վերցնում, շատ լավն է։ Առանց շաքար այս կոնֆետներից 3 հատ, սրանք էլ էին առանց շաքար և նորություն, սրանցից էլ վերցրինք այս փոքրիկներից, առանց շաքար են բոլորը, սա դե իմ առանց շաքար, այո, մշտականներն է, սա ես չեմ վերցրել, բաշկիրսկի շոկոլադ և վերցրել ենք այսը։ Առանց շաքար այսինքն երկար վաֆլիներ գտանք այն նույն ֆիրմայից։ Այս իրանք շատ էի հավանել, ստեղ ուրիշ համով էլ կա, տեսնեմ որը վերցնեմ, մեքենայի հիմնաշան ամանդվանելու, հուսամ, որ իրանցից հոտ չի գա, որովհետև ես շատ ուժեղ հոտ եմ առնում մեր տան ապարատի, համ էլ այստեղի ապարատի աման լվանալու այդ տաբլետկաներից։ Անցած անգամ չկար այս յոգուրտներից 3 հատ վերցրինք, ջուր վերցրինք, հայավ հաց, բրուսկետայի համար։ Կատ առանց լակտոզա, կատ առանց լակտոզա։ Ստեղ սենց բաներ տեսա, առանց շաքարի, սելա առանց շաքարի։ Հազար։ Չէ,
cherry, այն չգիտեմ, ամենա համով ու քաղցրները, այս մի քիչ երկարավաններն են։ Չգիտեմ, սրանք քաղցր են թե չէ, բայց գրածա super sweet կփորձենք տանը։ Կրայկերը վերցրի։ Այստեղ էլ ենք ընդեցրի լիմանչիկ։ Նոր նկար ենք վերցրել այս առյուծիկին, գույները շատ լավն են, ինձ թվում է սիրուն կստացվի։ Եվ իդեպ ես այնքան պրոֆեսիոնալ եմ արդեն դարձել, որ առանձին վրձիններ եմ վերցրել։ Ինձ թվում է քիչ-քիչ դառնալու եմ նկարչուհի։ Տեսնենք վրձինները ոնցն են լինելու։ Եթե կան նկարիչներ, ասեք, ճիշտ ընտրություն եմ կատարել, թե ոչ։ Նարինջը կտրատել ենք ու պատրաստվում ենք այս ապարատով թարմ քամենք եւ խմենք։ Եթե ստացվեց, ուրեմն ես ամեն առավոտ թարմ քամած նարինջ կխմեմ։ Բայց լավ քամվեց։ Մեջներս չես գտել։ Քամեցինք, մի քիչ արդարացրեց իրան ապարատը, հիմա մյուս ապարատով ենք փորձելու։ Տարվում եմ հետևում ուշադրություն մի դարձրեք, որովհետև հավես չունեմ ուղղակի։ Կարամ չունենամ հավես, կարամ իդեալական չլինեմ ուղղակի։ Եվ իմացեք, այն ինչ որ միշտ Instagram-ում կա, դա իրական չի։ Չէ, իրական է, բայց իրականը այդ պահի համար, միշտ չի որ տենց ենք։ Մազերս հարթուկում եմ, ինչ-որ շատ եղավ ես յուղը։ Հիմա պլաններիս մասին ասեմ, պատրաստվում եմ մազերս հարթուկեմ, հարցնեմ Գոգոյից, եթե տեղ ենք դուրս գալու կսվամ, եթե չէ, տեսանակս հավաքեմ, շատ տաք այս հարթուկը չոտը, ու ինչ է լավ անում։ Ամսի 22-ին մենք գնալու ենք աղմալի համերգին։ Ուպայում! Ուրեմն պետք է ամսի 17-ին հետ գայինք, բայց ես աղմալ եմ իրան ասում, ինքիմ համար աղմալա, չգիտեմ ճիշտ անունը ասելու ձևը ոնց է։ Երգերն եմ լսում, չգիտեմ, այդ իրա կոնցերտների ատրվակները ամեն ինչ ես սենց TikTok-ով էլ թերթելուց Instagram-ով էլ ֆիդում միշտ ես իրան հետևում եմ, ֆանատն եմ իրա էմոցիաների, իրա արտիստիզմի, իրա իրական լինելու, իրա այդ ոչ աստղային, չգիտեմ ինչ վիճակների, ես շատ եմ սիրում իրան։ Ու սենց նայում եմ ասում եմ, ոյ, Երանի իրա համերգներից լիներ գնայի, թեկուզ նայում եմ ասում եմ Մոսկվայում կամ չգիտեմ մոտ մեր Ուֆային մեզ մոտ միտեղ, որ գնայի, քանի ստեղ եմ, մեկ էլ կարդում եմ Ուֆա։ Ասում Գոգո, մենք պետք է այս համերգին գնանք, ալտերնատիվ չկա։ Հետո դոմսերը վերցնում ենք իրիկուն ընտանիքով, որ ամսի 22-ին գնանք եւ այլն երկարացնում ժամկետերնակ, մեկ էլ Instagram-ում եմ մտնում, տեսնում եմ, որ մայիսի 3-ին էլ համերգ ունի Հայաստանում։ Տեղի տոմսնել եմ պայծառել, առաջին շարքում արդեն, պատրաստված, ճոխ կգնամ։ Ես մեկ էլ գեոպիկայի շատ մեծ երկրպագ ունեմ, անգամ մենք մեր հարսանիքին էինք պլանավորում իրան կանչել, ու պլանավորելը որն է, շատ հստակ որոշել էինք, բայց ինքը ասաց, որ հարսանիքներին չի երգում պրինցիպիալ։ Գրեթե ավարտեցի։ Համերգին ամսի 22-ին որոշել եմ են կարմիր պիջակը, որ ձեզ ցույց տվեցի, դա հագնեմ։ Օպսոր շատ հեռու է տոմսը, որովհետև ես շատ ուշ իմացա ու արդեն շատ քիչ տոմսեր էին մնացել։ Բնական լույսի ներքո էլ ցույց տամ։ Եթե շպարվելու լինեմ, դա էլ ցույց տամ։ Մենք պերաշկ ենք պատրաստում։ Սա մեր պատրաստի արդյունքներն են։ Այսօր կփորձեմ և կասեմ եմ կարծիքը։ Բայց շատ լավ նախմոր է եղել, ընտիր է եղել, խմորն է շատ լավ է, բոմբչկա է, փորձել է պետք։ Ու ստեղ պատրաստել ենք, արդեն նավնեց եմ ասում պատրաստել ենք, պատրաստել, նապոլեոններ ընտիր, սպասում ենք մի քիչ փափկի ու թրջնիկատ։ Թրջնիկաթի երկու դիզայնով ենք արել, ընտիր է, ես փորձել եմ